Սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ, հրթիռային հարվածներ, ջրի դեֆիցիտ ու մարդկային զոհեր։ Աշխարհը շարունակում է ապրել ճգնաժամային պայմաններում։ Թեհրանի փողոցներում հայտնվել է նոր պաստառ, որի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում են նաև ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Փիթ Հեգսեթն ու Իսրայել Կացը։ Պաստառի վրա գրված է՝ «Դուք կխորտակվեք իրանական ժողովրդի վրեժի ծովում»։ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացի է ազատ արձակվել։ IRIB News-ը հայտնել է, որ Իրանի բանտերից ոչ մի ամերիկացի կալանավորի ազատ չեն արձակել և որևէ փոխանակում չեն իրականացրել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ազատ է արձակել ամերիկուհու, որը կալանքի տակ էր գտնվում 2024 թվականի դեկտեմբերից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Իսրայելի կառավարության որոշ անդամների Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերի համար։ Վենսը նշել է, որ վստահում է որոշ իսրայելցի քաղաքական գործիչների, սակայն մյուսները մանիպուլյացիաներ են անում։ Իսրայելի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Վենսի հայտարարությունները։ Ֆարս գործակալությունը հայտնել է, որ իրանական անօդաչուներով հարվածել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ ոչնչացրել է Օմանի Սալալա ժայռերում գտնվող ԱՄՆ ծովային հսկողության ռադարային ու Ղանամ շրջանում օդային հսկողության ռադարային կայանները։ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի բնակելի շրջանում հրթիռային հարվածների պատճառով 2 մարդ է զոհվել, 7-ը տուժել։ Հարվածների տակ են հայտնվել նաև գյուղերից մեկի մերձակայքում գտնվող 2 կամուրջ և օդանավակայան։ Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի պատճառով կա 2 զոհ և 100 վիրավոր։ Հրմշտոցը սկսվել է ավանդական երթի ընթացքում, երբ բազմամարդ ամբոխում խուճապ է առաջացել։ Նիդերլանդների իշխանությունը պաշտոնապես հայտարարել է երկրում ջրի դեֆիցիտի մասին վերջին շրջանում գրանցված անոմալ շոկի և շարունակվող երաշտի ֆոնին։ Երկիր մտնող ջրի ծավալը նվազել է տեղումների պակասի և գետերում, հատկապես Հռենոսում ջրի մակարդակի անկման պատճառով։ Միաժամանակ ջրի պահանջարկը շարունակում է աճել։ Կառավարությունում կանխատեսում են, որ չոր և շոգ եղանակը կպահպանվի նաև առաջիկա շաբաթներին։ Թագավորության ենթակառուցվածքների և ջրային տնտեսության նախարարությունը սակայն վստահեցրել է, որ ձեռնարկվող միջոցառումները չեն ազդի բնակչության խմելու ջրի մակարդակի վրա։ Գառնի Մութաֆյան, Նոნა Գևորգյան, ABC Media։